Ասում են ոնց Ստալին սկսեց, այտենց էլ կանցնի։ Անցած տարի սկսեցինք ճանապարհորդությունով, մենք մեր ընտանիքով ու ամբողջ տարի ճանապարհորդությունով անցավ եւ դեկտեմբերի մեջ էր, որ կնոջս ասեցի, որ խոստանում եմ մյուս տարի ավելի քիչ ճանապարհորդեմ եւ ընտանիքի հետ ավելի շատ կլինեմ ու մի քանի օր անց ասեցի, որ կարծես թե խոստումս չեմ կարողանում պահպանեմ։ Մենք գտնվում ենք Չինաստանում։ Եկել ենք վիրահատությունների ռոբոտային վիրաբուժության հետևից բերելու ենք Հայաստան։ Համաձայն եք։ Ունենք մի քանի կապող թռիչքներ, այստեղից թռնում էինք Ուրումչի, մոտապես 5 ժամ ես թռնում դեպի Ուրումչի։ Հաջորդ ճանապարհը Ուրումչից պետք է թռնեին Գուանժոու, կրկին 5 ժամ թռիչք էր։ 10 ժամ ճանապարհորդություն ինքնաթիռով, որից պետք է եւս մի քանի ժամ ավտոմեքենայով գնանք արդեն այն քաղաք, որտեղ պետք է լինի մեր վերապատրաստումը։ Հասանք մեր նպատակային քաղաք, որը Շենժենն է, մոտապես 20 միլիոն բնակիչ ունի եւ ստեղծվել է 40 տարվա ընթացքում եւ եթե դուք նայում եք այդ քաղաքին, չեք կարող հավատալ, որ դա 40 տարվա ընթացքում կարող է մարդիկ այտենց քաղաք ստեղծեն այդ մասշտաբի, այդքան երկնաքերներով։ Շենժենը համարվում է Չինաստանի տեխնոլոգիական կենտրոնը, տեխնոլոգիական քաղաքը եւ զարմանալի չի, որ բնականաբար այն ռոբոտը, որ մենք ձեռք ենք բերել, հենց Շենժենում էլ արտադրվում է։ Առաջին օր շուտա 7-նա։ Ինչ դարձավ։ Գնում ենք փորձենք սովորել։ Շատ ողջավորված ենք։ Դասընթացը տևեց 5 օր եւ մենք 5 օրվա ընթացքում յուրաքանչյուրս, այսինքն յուրաքանչյուր օրը 8 ժամ տրամադրված էր մեր վերապատրաստման համար։ Որոնք սկսել իհարկե, բայց արդեն շատ մեծ հետաքրքրություն կա։ Հստակ ժամանակային սահման։ 30 րոպե աշխատում ենք, հետո փոխում ենք, այսինքն մենք մեզ հնարավորություն ենք տալիս, որ աշխատենք ու չհոգնենք։ Որովհետև եթե մի քանի ժամ իրար վրա աշխատենք, բնականաբար արդյունավետությունը կիչներ, իսկ այս դեպքում մենք արդյունավետությունը չենք թույլ տալիս որ իջներ եւ միևնույն ժամանակ կարոտը գործողություն անելու չէ պակասում, որովհետև այդ կես ժամը 30 րոպեվա ընթացքում բավարարվածության չէ հասնում։ Ձանձրալի չի։ Շատ մեծ սպասելիքներով էի գնում, սպասումով էի գնում, ու այդ սպասելիքները արդարացվեցին ու իհարկե սպասումն էլ արդարացվեց։ Այս քարտեզի վրա ավելանան նաև Հայաստանի Հանրապետությունը։ Դա մեջ լավ է։